Աբդոմինոպլաստիկան դա որովայնի առաջային պատի պլաստիկան է, որը սովորաբար արվում է դեֆորմացիաների շտկման նպատակով։ Իսկ դեֆորմացիաները սովորաբար լինում են կանանց մոտ հետծննդաբերական, չնայած տղամարդիկ էլ քաշի տատանումների հետ կապված, այսինքն գիրանալուց հետո, երբ որ քաշի կորուստը լինում է ակնհայտ, այդ դեպքում առաջանում է այսպես կոչված այդ գոքնոցը որովայնի առաջային պատի, որը շտկվում է միայն վիրաբուժական ճանապարհով։ Վիրահատությանը սովորաբար հակացություններ կան ընդհանուր վիրաբուժական, այսինքն որը մյուս վիրահատությունների ժամանակ էլ կարող են լինել, այսինքն ընդհանուր առողջական խնդիրներ, նյութափոխանակության խանգարումներ, հիվանդությունների սրված էտապում չի կարելի, եթե քրոնիկ հիվանդություններ ունենք։ Մնացած այլ դեպքերում մենք հակացություններ չունենք եւ բնականաբար տրամադրված պացիենտ, որը շահագրգռված է դա անելուն, պատրաստ է անցնել հետվիրահատական շրջանով, այլապես ցանկացած հետվիրահատական շրջանի դիսկոմֆորտ կարող է ավելի ծանր տանել։ Սովորաբար շատ քիչ դեպքերում կարող է վիրահատությունից հետո կարիք ունենա հիվանդը շտկման, դա էլ կարող է լինել մեծ որովայնի առաջային պատի դեֆորմացիաներից հետո։ Ընդամենը 1 ամսվա ընթացքում պետք է այդ կոմպրեսիոն ներքնազգեստը պարտադիր կրել, որը հետո էլ կրելու խնդիր չենք ունենում։ 2-3 շաբաթ հետո կինը ձեռք է բերում նոր որովայն գեղեցիկ տեսքով։ Լինում են դեպքեր, երբ որ սիրով մերժում ենք այս վիրահատությունը պացիենտին կատարելուց, դա այն դեպքերն են, երբ որ մենք ունենք ուղղակի ճարպի կուտակում որովայնի առաջային պատի, ունենք մկանի թուլություն, այսինքն դրանք կարելի է շտկել սննդակարգը կարգավորելով, սպորտի զբաղվածությամբ, այսինքն կինը, որը ունի խնդիր որովայնի առաջային պատի, պետք է հասկանալ, արդյոք սա վիրահատական է, թե կարելի է ոչ վիրահատական ճանապարհով հասնել բավականին լավ արդյունքի։